Որ տարիքից կարելի է երեխային թողնել ինքնուրույն և որքանով է դա անվտանգ։ Այս հարցը մշտապես անհանգստացրել է ծնողներին, լինի տանը, բակում, թե դպրոցից տուն ճանապարհին։ Չկան հստակ ուղեցույցներ ու չափորոշիչներ, թե երբ պետք է երեխային որոշումներ կայացնելու հնարավորություն տալ։ Հարցի պատասխանը երեխային լիարժեք ճանաչելու մեջ է, ասում է Հերացի վերլուծական կենտրոնի ղեկավար Մերիտ Ստեփանյանը։ Որևէ օրենսդրական կարգավորում այս առումով նույնպես գոյություն չունի, ուղղակի օրենքը հետևյալ կերպ է մոտենում, որ եթե երեխան ինքնուրույն որևէ խնդրի առաջ է կանգնել, ծնողը դրա պատասխանատվությունը կրում է։ Այսինքն որոշումը մնում է ծնողի դաշտում։ Պատրաստել երեխային նույնպես ծնողի պարտականությունն է, կարելի ասել։ Վերջին տասնամյակների ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տվել, որ քաղաքային վայրերում երեխաներին մենակ թողնելու տարիքային շեմը բարձրացել է։ 9 տարեկանը դա այն տարիքն էր, երբ որ կարելի էր բակում ինքնուրույն խաղալ։ Այսօր Միացյալ Թագավորություններում այդ տարիքը դարձել է 12։ Հաշվի առնելով քաղաքայնացումը, հաշվի առնելով երթևեկության ակտիվացումը, տարբեր ռիսկեր եւ այլն, 3 տարով ավելի ուշ են թույլ տալիս երեխային։ Բայց բոլոր ուղեցույցներում ասվում է, որ ուղեցույց չասեմ, համենայն դեպս հետազոտություններում, որ 6 տարեկանից շուտ երեխային որևէ ժամանակով մենակ թողել ուղղակի չի կարելի։ Հակահրդեհային իրավիճակներ, շտապօգնության և ոստիկանության անհրաժեշտություն։ Դեռ մանկուց կարևոր է երեխաներին սովորեցնել հեռախոսահամարներ, որոնք տարբեր իրավիճակներում փրկության ձեռք կմեկնեն։ Գծել սահմաններ և կիրառել սահմանափակումներ։ Սա ոչ թե ծնողի կողմից մշակված պատժիչ երևույթներ են, այլև երեխաների անվտանգությունն ապահովող պաշտպանիչ մեխանիզմներ։ Օտար մարդու հետ հնարավորինս զգույշ լինել, որովհետև չգիտես օտար մարդուց ինչ սպասել։ Եվ այսպիսի բան գյուղական վայրերում ավելի այսպես հարմարվող են, ավելի շատ են շփումը իրար հետ եւ ավելի թեթև են վերաբերվում։ Քաղաքային վայրերում, որտեղ գերբնակեցված է, երթևեկությունը ավելի շատ է, բակերը ցանկապատված չեն, այս խնդիրները ավելի զգոնության առիթ են տալիս, որ երեխան ամեն վայրկյան կարող է փողոցում հայտնվել եւ այս մեքենաների ու երթևեկության հետ միասին լինել ավելի լուրջ վտանգների առարկա։ Հոգեբան Թագուհի Մակարյանն էլ բացատրում է, ինքնուրույնություն ասելով պետք է նկատի ունենալ ոչ միայն երեխայի տարիքային առանձնահատկությունն, այլև նրա հոգեբանական, հուզական և ինտելեկտուալ հասունությունը։ Հաշվի առնելով երեխայի հուզական և հոգեբանական հասունությունը եւ ինքնուրույնության աստիճանը, մենք կարող ենք թույլ տալ երեխային այս կամ այն իրավիճակում որոշում կայացնել։ Եթե փորձենք դա ներկայացնել որոշակի ըստ տարիքային շրջաբաժանումների, ապա մենք կարող ենք առանձնացնել, որ օրինակ 3-ից 5 տարեկանում մենք կարող ենք երեխային տալ հնարավորություն օրինակ որոշել իր հագուստի գույնը։ 6-ից 9 տարեկանում մենք կարող ենք տալ երեխային հնարավորություն օրինակ որոշում կայացնել, թե օրինակ դասերից հետո որ խմբակն է ուզում հաճախել, այսինքն այստեղ մենք կարող ենք տալ հնարավորություն, որպեսզի երեխան նախընտրի իր նախասիրությունները։ Կարևոր է նաև հաշվի նստել դեռահասության տարիքի բարդությունների հետ։ Այս դեպքում կկարևորենք ծնողների ամենակարևոր, այսպես ասած, մոտեցումները, այն որ ծնողը կարողանա երեխայի հետ ունենա հնարավորություն վստահության գոտի ստեղծելու, որպեսզի երեխան նույնիսկ իր ձախողումների մասին սեփական որոշումների կայացման կարողանա քննարկել ծնողի հետ։ Իսկ ինչ ռիսկի գործոններ կան թաքնված այս առաջին հայացքից պարզ թվացող որոշման մեջ։ Մի դեպքում, երբ որ մենք երեխային տալիս ենք չափազանց մեծ հնարավորություն ամեն մի իրավիճակում որոշում կայացնելու, բայց մենք պետք է հիշենք, որ երեխան կայացնում է որոշում իր համար, բայց ոչ մեր փոխարեն։ Եվ երբ որ երեխան կայացնում է որոշում մեր փոխարեն, ստացվում է, որ մենք երեխային տալիս ենք պատասխանատվության շատ մեծ կշիռ եւ որի տակից, բեռի տակից երեխան իրականում չի կարող դուրս գալ։ Նույն ծայրահեղությունն էլ այն է, երբ որ մենք երեխային զրկում ենք որոշում կայացնելու հնարավորությունից եւ երբեմն դա բնորոշ է նաեւ շատ գերհոգատար մայրիկներին, ովքեր մտածում են, որ երեխան կսխալվի, երեխան կձախողվի։ Այսպիսով երեխան զրկվում է ինքնուրույնության եւ պատասխանատվության զգացումից եւ որ ամենակարևորն է սոցիալական լուրջ փորձառություն ունենալու հնարավորությունից, փաստում է հոգեբանը։
Ցանկացած խնդրի լուծում կախված է ծնողական վերահսկողությունից եւ երեխա ծնող վստահության շրջանակից։ Ճիշտ դաստիարակությունն ու երեխայի հետ ընկերական հարաբերությունները երբեք անպտուղ չեն մնում։ Հասմիկ Ֆարադյան, Բեն Անտոնյան, Արմալուր։